Ես արդեն 2023 թվականից ասեցի, որ եթե Տրամպը դառնում է նախագահ, սենց ուշտաշուտ երրորդ համաշխարհային պատերազմը սկսելու նույն այն տարածաշրջանում էլ որտեվ որ մի հատ նախագահ գալիս է ու մտածում է որ պաշտոնի նախագահը իրան պաշտոնի բան բիզնեսի պաշտոնն է մենակ փողի մասին է խոսում չհասկանալով որ միացյալ նահանգները շատ կարևոր ու շատ մեծ պետություն է ու շատ մեծ դեր է խաղում աշխարհում ինքը ասում ստեից դուրս եմ գալի Եվրոպայից գնում եմ արաբական երկրներից դուրս եմ գալի Աֆղանստանից դուրս են եկել Սիրիայի տերորիստական ամնուսրային այդ տերորիստական խումբերը որ կան որ մեր դեմ պատերազմ են տարել Ղարաբաղում իրան ասում լավ տղա է շատ դուր նա եկել sense տղերք են պետք եթե մարդ չհասկանում որ ինքի միացյալ նահանգների նախագահն է ոչ թե բիզնեսմենն է եկել դեղ ինքը մտածում է Ամերիկան դա շուկան է Ամերիկա աշխարհում մեծ դեր է խաղում համ տնտեսական գծով համ ռազմաքաղաքական գծով Հիմա ուզում եք ասել Իսրայելը սպասել է Թրամփին Այո Հենց կուշների մասին չեմ ասում Իրան այդ բաները երեք նայեք մակում ինչ է կատարվել ամբողջ աշխարհը հələ կյանքում sense բան չի եղել 47 թվականից սկսած որ 99% պետություններ ձայն են բացասել Իսրայելի դեմ հələ sense բան չի եղել կյանքում 47 թվականից սկսած որ իրանց պետությունը ստեղծել են Քանի որ հիմա միացյալ նահանգներում ոչ թե նախագահ է, այն ինչ որ մի հատ կերպարի որ մակուր, sense ասեմ, բիզնեսմեն է, կիմնակ փողի մասին է մտածում, ինքը եկել է Հայաստան, ինքը չի եկել Ամերիկայի ուժղացնի կամ ինչ որ բան։ Պարզ երևում է, արդեն sense ասեմ, հələ ինչ որ կապված սպանությունների հետ ես չեմ հաստատում, միգուցե sense բան կա, եթե նույնիսկ Պարսկաստան կհաստատվի որ իրոք բագերին զոհվեց, հետո իրանց հատուկ ծառայությունների պետը ելն սպանել, այն ժամանակ մենք ուրիշ բան կվերլուծենք, հասկանանք ինչ է կատարում, այդ ոնց են ստացվեց։ Բայց նույն մի բան պիտի նշեմ, Իսրայելի նախորոք Իրան հետախուզական խմբեր, նույնը Մասադը, ռազմական հետախուզներ, վաղուց մտել են Պարսկաստան։ Նախորոք դեղ ամեն ինչ պատրաստել են, նույն ԱՏՍ միջոցներ են բերել, նույն հատուկ տեխնիկական միջոցներ են բերել, որ իմպուլսներ է տալիս, սիգնալներ է տալիս, ռակետներ որ գալիս են, տենում են այդ նշանը կա, խոսքյունակ շենքի կողքը դնում են մի հատ տեխնիկայի համակարգից, փոքր, այսպես կարող է ժամացույցի sense նման բան։ Ինքը սիգնալ է տալիս, ռակետեն գալիս է իրան բռետ սիգնալին բռնում է ու խփում է։ Այսինքն ներսում արդեն իրենք պատրաստված են եղել, վաղուց պատրաստված են եղել։ Վաղուց պատրաստ են եղել, այն ինչ որ կատարվում է, ես էդի պարզ վերլուծում եմ Իսկ այդ պատրաստվածությունը նաև Իրանի կողմից ինչ որ մարդկանց միջամտությամբ է արվել, թե հենց իրենց են արվել։ Նույն Իրան ներսի գործակալների միջոցով, որովհետև Պարսկաստանում համ հատուկ ծառայություններում, համ իշխանությունում, համ բանակում կա մարդիկ, որ ուզում են արևմուտքի հետ արաբությունները լավացնեն ու այատոլոգներին դեմ են դրանք, ասենց ասեմ։ Բայց այդ ամեն ինչ նոր սկսվում է, ինչ որ մենք դերում ենք ուժեղ պատասխան չկա, հələ չեն պատասխանում, հələ Պարսկաստանը հələ պատասխան չի տվել, մենք չգիտենք կլինելու է չէ, բայց մի բան պիտի նշենք, եթե Սեն շարունակելով ոնց որ հիմա շարունակում է այդ ամեն ինչը, մենք կարանք ասենք, որ Պարսկաստան, եթե դրանք շատ ուժեղ վնաս չբերեն, և Ամերիկայի բազաներ իրանց դեր որ Իրաքում դերված է, եթե մեծ վնասներ չեն բերի, համել Իսրայելի տարածքի մեջ, եթե ոչ մի բան Պարսկաստանը չի անելու, մեր համար էդի վատա, ասեմ ինչու համար։ Այդ նշանակում է Պարսկաստան որպես տարածքային playmaker-ը, այսինքն խաղողը, ջնջվում է։ Այսինքն այլևս աշխարհում ոչ մեկը ուշադրություն չի դարձնել Պարսկաստանի համարվել են որ շատ թույլ պետությունն է, ինչու համար մեր համար դա շատ վտանգավոր է։ Այդ նշանակում է Թուրքիան ամբողջ տարածաշրջանում դառնում է համար 1, այլևս դիմադրող ուժ չկա իրանց դեմ։
Այդ նշանակում է այլևս մուսուլմանական երկրներում մնում է երկու պետություն՝ Սաուդի Արաբիան եւ Թուրքիան։ Այսինքն հիմա Պարսկաստան խանգարում է բոլորին ու վախեցած են։ Եթե հիմա Պարսկաստանը ուժեղ պատասխան չի տալիս, նշանակում է Պարսկաստանը որպես տարածքային պետությունը ջնջվում է, դառնում է 0, զորացնում են իրան։ Դա համար ուշադիր նայում ենք, բայց այդտեղ մեր համար ուրիշ վտանգներ էլ կա։ Քանի որ մոտավորապես մի քանի օր առաջ, 5-6 օր առաջ իրանց հատուկ ծառայություններ կարողացել են Իսրայելից շատ լուրջ փաստաթղթեր անեն, գաղտնի փաստաթղթեր։ Ու ստացվում է, որ ՄԱԳԱՏԵ-ի ղեկավարը, որ ատոմային կոնտրոլի անում է ցախ, զենք, զինամթերք, այդ ատոմակայաններ, բան։ Պարզում այդ փաստաթղթից, որ Իսրայելի գործակալն է, աշխատում է, այսինքն ինքի միջազգային կառույցն է, չէ, ինքը գալիս է, Հայաստանն էլ է գալիս, որտեղ ատոմակայան կա, այդ աղջիկը գալիս է, ստուգում է, նայում է, խորհուրդներ է տալիս կամ գնահատում է, դու ուզած-չուզած, քանի որ համաշխարհային կառույցն է, ոչ թե Միացյալ Նահանգներին կամ Իսրայելին կամ Հայաստանին կառույցն է, միջազգային։ Ինքը դուք իրան բաց ձեր տարածքը մտնում է, սա գալիս, ստուգում է, հետո գալիս, սա լրիվ ինֆորմացիան փոխանցում է հակառակորդին։ Պատկերացնում եք ինչ է կատարվում։ Ու ես մի քիչ ծանոթ եմ այդ փաստաթղթերի մեջ ինչ նշած է եղել։ Մեր մասով նշումներ կան։ Այո։ Դեռ կա իրանց բաները փաստաթղթեր, որ գրավոր Ադրբեջան եւ Իսրայել իրար մեջ բաներ են գրում, ուղարկում են, քննարկում են։ Ձեր պլանների մեջ կա, որ եթե մենք լայնամասշտաբ սկսենք Իսրայելի դեմ, Պարսկաստանի դեմ, ցանկալի է, որ Ադրբեջան հարավային Հայաստանը ճղվում է ու սահմանը փակում է, որ Պարսկաստան չի կարող մտնել սերծով, մեր միջոցով։ Կամ եթե մենք չենք սկսելու, սա երկու տարբերակ են տողվել։ Եթե մենք չենք սկսում Պարսկաստանում, դրանք քննարկում են, եթե Ադրբեջանն է սկսում առաջինը, քանի որ Պարսկաստան ասեց, սահմանը չի կարող փոխվի, Հայաստան եւ Պարսկաստանի սահմանը չի կարող փոխվի։ Մենք օգտագործենք, եթե Պարսկաստանը խառնվում է ռազմական գործերով այս հարցի մեջ, մենք բան ենք անում, մենք ենք խառնվում, իբրև ձեզ օգնում ենք, Թուրքիան էլ է խառնվելու, այսինքն նախորդ պատրաստել է միած սադրեն, որ ձգեն Պարսկաստանից պատերազմի մեջ ու երկրորդ կողմից սկսեն։ Այսինքն մի տարբերակ ընդ եթե Իսրայելն է սկսում, Ադրբեջանը այստեղ շարունակում է, եթե Իսրայելը չի սկսում, Ադրբեջանն է սկսում, ձգում են Պարսկաստանից պատերազմի մեջ, խառնվում է Թուրքիան եւ խառնվում է Իսրայել ու ուրիշ կողմից։ Այդ փաստաթղթերի մեջ այս բաները կա։ Հայաստանում իմաստ չկա, ինչ որ մեկին այդ ինֆորմացիան փոխանցես։ Բայց հիմա դուք ասացիք այդ հրապարակավ իմաստ էլ չկա։ 23 թվականի մայիսին ու հունիսին ես որ փոխանցել եմ նախորդ որ հայերին Արցախի դեպորտ են անելու ու պատերազմալնում մոտորապես էլ եմ ասել դաժե sense ասեմ երկու շաբաթ մնում մեջև պատերազմը ես արդեն ասում եմ փոխանակ այդ ինֆորմացիան վերցնեն օգտագործեն որ ու պատրաստել են այդ ինֆորմացիան վերցրել են ու փակել են Ener sense en pagir, uri arunç unus temayu kosas.